Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ժողովուրդ օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նունուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորիկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկատվության հնարավոր արտահոսքեր։ Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ողերին կուսակիցներ են եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից, զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր եկեղեցին Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրս արգել։ Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականությունն են կանխել իշխանությունը տապալելու մասով։ Իդեպ ուրբաթ օրը բերման ենթարկված ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խրձնություններ լինեն կմասնակցի, թե ոչ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մենք փորձեցինք պարզել, թե Պոլսայի համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին։ Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկը ուշագրավ մանրամասներ պատմեց։ Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից։ Ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին։ Ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել։ Գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք։ Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլև ավելին, ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։